Պետական լիազոր Վեսիկ Ամիրանաշվիլին Ադիգենիի մունիցիպալիտետում աշխատանքային հանդիպում անցկացրեց տարածաշրջանում ընդգրկված մունիցիպալիտետների քաղաքապետների և ավագանու նախագահների հետ։ Աշխատանքային հանդիպմանը քննարկվեց նախատեսվող և ընթացիկ ենթակառուցվածքային ծրագրերը։ Միևնույն ժամանակ քննարկվեց մունիցիպալիտետների համար կարևոր և առաջնահերթ ուղղությունները, որոնց իրականացումը կնպաստի մունիցիպալիտետների սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Նահանգապետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Ադիգենում, որտեղ քննարկվեցին հիմնականում ռեգիոնալ ֆոնդի կողմից ֆինանսավորվող նախագծերի մասին, քննարկեցինք տեղական բյուջեի ընթացիկ նախագծերի մասին, ինչ փուլում է շինարարական աշխատանքները, հիմնականում վերաբերում է ինֆրաստրուկտուրային աշխատանքների, քննարկեցինք ինչ ռիսկեր ունենք մենք կլիմայական պայմաններից ելնելով, հիմնականում առաջարկվեց, որ մեր մոտ մի քիչ շուտ սկսվենք աշխատանքները, քանի որ արդեն սեպտեմբերից մեր մոտ սկսվում է կլիման իրենը թելադրել, հիմնականում եթե ունենք խնդիրներ շինարարությունների հետ կապված մեր կլիմայական պայմաններից, այնտեղ առաջարկվեցին իմ կողմից առաջարկվեց դեպի սահման տանող ճանապարհը, որ շարքից դուրս է լրիվությամբ, եւ Նինոց Մինդա Ծալգա մայրուղիները հիմնականում այդ ուղղություններով, որը խոստացավ նահանգապետը, որ կարճամանրահատվածում իրենք տեղեկացված էին բոլոր տեսակի ինֆորմացիաներ ունեին, բայց ես տրամադրեցի եւ նկարներով ամեն ձև մարդը խոստացավ եւ հույսով եմ, որ մոտ ժամանակներում այդ ճանապարհների հարցը կլուծվի, որովհետեւ պետություն մտնող եւ պետությունից դուրս գալող մեկ բեռնատար մեքենաները սա շարքից դուրս են հանել ճանապարհը։